Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը։ Դե մարտի 31-ը նաև խոսեցինք նախորդ շաբաթ, որ կարելի է նաև ընդգրկել, կարելի ասել, սա նայում ենք ապրիլի սկիզբ, ապրիլի առաջին շաբաթը, որտեղ որ մտնում է ուրախության օրը, որտեղ որ մտնում է այսօր ամսի 6-ին իհարկե, նաև 6-ի երեկոյան Մերկուրին կլինի արդեն ուղղահայաց, բայց իհարկե հենց ուղիղ դիրքում չի լինի, կանգնած կլինի, բայց այն հետադարձ վիճակը արդեն չի լինի, իր կանգնած դիրքն է։ Կանխատեսումը կարող եք նայել եւ արևային, եւ ասցենդենտի, եւ լուսնային նշաններով, որպեսզի հասկանաք էմոցիոնալ առումով ինչ է ձեզ սպասվելու, օրինակ լուսնային նշանը դա է ձեզ ասելու, թե ինչ կսպասվի հենց էմոցիոնալ առումով։ Եվ իհարկե վերցրեք միայն լավը։ Պետք է հասկանաք, որ եթե ինչ-որ մի բան կա վատը, ապա դա պետք է ուղղել, դա պետք է դրա վրա աշխատել իհարկե։ Ոչ թե մտածել, վայ, վատ բան ընկավ, վայ եւ այլն, նման բաներ առհասարակ պետք չի մտածել։ Ինչքան հնարավոր է լավ բաների մասին մտածեք եւ լավը ֆիքսեք ձեզ մոտ, որ լավը բերեք ձեր կյանք։ Ես չեմ կարող վատը չասել, որովհետեւ մեր կյանքը միայն լավով չի սահմանափակվում եւ վատն էլ կա։ Դրա համար դուք ինքներդ պետք է վատը չվերցնեք։ Երբ որ վատը վերցնեք, հենց հավատացեք, շաբաթվա ընթացքում հենց այդ վատը ձեզ հետ կկատարվի։ Լավը չի կատարվի։ Դրա համար լավը վերցրեք, որքան հնարավոր է։ Եվ գնայինք այս քարտերով իհարկե ընդհանուր ֆոնը, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք կամ ինչն է ձեզ համար շատ կարևոր լինելու շաբաթվա ընթացքում։ Իսկ այս մյուս քարտերով արդեն կնայենք անձնական կյանք, ֆինանսներ, աշխատանք եւ իհարկե առողջությունը։ Եվ արդեն կսկսենք խոյերից։ Նաև շնորհակալ եմ բոլորից բաժանորդագրվելու լայքերի եւ մեկնաբանությունների համար։ Քարտերով խորհրդատվություններ չկան, սիրելիներս, բավականին շատ են գրում, քարտերով առայժմ թե կարող է նաև ինչքան ժամանակ է անում եմ, ես ընդամենը մեկ անգամ եմ վերցրել խորհրդատվություն եւ այլևս չեմ ցանկանում վերցնել խորհրդատվություն։ Չգիտեմ, կունենամ հետագայում խորհրդատվություն քարտերով թե ոչ, բայց այս պահին համենայն դեպս չկա։ Քարտերն ուզում եմ մաքուր մնա միայն ընդհանուր կանխատեսման համար։ Եթե ես այս քարտերով ինչ-որ մեկին կանխատեսում արեցի, ես հատուկ պետք է արարողություններ կատարեմ ամեն անգամ, որպեսզի մաքրեմ այդ քարտերը, իսկ ես այդքան ժամանակ չունեմ։ Բացի դա էլ ինձ համար ավելի կարևոր է ձեզ ընդհանուր կանխատեսում անել, քան անհատական անընդհատ բոլորին քարտեր գցել։ Լավ կլինի, որ երբ որ ձեր նշանին ինչ-որ բաներ են ասում, երբ որ դուք լավը վերցնեք, դա կգա արդեն ձեր կյանք։ Այլ կարիք չի լինի անձնական խորհրդատվության եւ այլն։ Եթե դուք միայն լավը վերցնեք, ամեն ինչ լավը կլինի ձեր կյանքում։ Այսքանը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի սկիզբ, մինչև ամսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը։ Ինչ խորամանկ մարդկանցով եք շրջապատված լինելու։ Միգուցե դուք պետք է լինեք խորամանկ այս շաբաթ, երևա հեսա մյուս քարտերից կարող է ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ոլորտում պետք է խորամանկ լինել։ Խոյերի անձնական կյանքը մինչև ամսի 6 ապրիլի, ֆինանսները, աշխատանքը եւ առողջությունը։ Համենայն դեպս խորամանկ մարդիկ շատ կան ձեր կողքը եւ կարող են նաեւ դրթել, որպեսզի ձեր ընտանիքում վեճ առաջանա։ Համար մի փոքր այստեղ, ոչ թե մի փոքր, այլ շատ ուշադիր եղեք, որպեսզի խնդիրներ չառաջանա ձեր տանը։ Եվ երբ որ դուք աշխատանքի մեջ ուղղություն կընտրեք, ապա պետք է հասկանաք, որ ձեզ կարող են շփոթեցնել, կողքից խոսեն,
ինչ-որ խորհուրդներ տան, բայց իրենց օգուտին դա կարող է լինել այդ խորհուրդը։ Ընտանիքում, հարաբերություններում, անձնական կյանքում, հա, դա ընդհանուր ընտանիքը ուշադիր եղեք, կարող է վեճ լինել, կամ ընդհանուր կարող եք հավաքվել, կամ հավաքվում եք, որ տանը վերանորոգում կատարեք, կամ հավաքվում եք, որ տանից տուն տեղափոխվեք, կամ սա վեճ է։ Երկուսից մեկն է սա, կամ ընդհանուր մաքրություն է, որը որ ընտանիքի բոլոր անդամներն են մասնակցում, կամ վեճ է, կոնֆլիկտ, հնարավոր է նաև տհաճություն ձեր սիրելիի հետ, հենց կարող է սա ձեզ խառնի, որպեսզի խնդիրներ առաջանան ձեր ընտանիքում։ Եվ պետք չի շատ ձգձգել, որովհետև Վեներան է դեռևս հետադարձ, եւ դա կարող է շատ վատ անդրադառնալ հենց ձեզ վրա։ Եվ գումարների հետ կապված այստեղ սա դանդաղ եկամուտ է, բայց կայուն եկամուտ է։ Քիչ-քիչ է բարձրանում ձեր եկամուտը, բայց կարևորը ստաբիլ է։ Այս քարտով չեմ կարող ասել, որ մեկ կգա, մեկ չի գա։ Եթե դուք աշխատում եք հստակ, ինչ որ միտեղ, ապա կարող է ձեր աշխատավարձը քիչ-քիչ բարձրանալ։ Եթե դուք ունեք սեփական բիզնես, ապա ձեր սեփական բիզնեսը կարող է քիչ-քիչ բարձրանալ վեր։ Նաև հստակ, ստաբիլ եկամուտ ունեք ինչ որ միտեղից, ոչ թե բիզնեսից։ Ամենայն դեպս այս շաբաթը այդպեսին կլինի։ Քիչ-քիչ բարձրացում, քիչ-քիչ ձեր գործերին բարձրացում, ճիշտ ուղղություն եք ընտրել, ոչ ոքին մի լսեք այս շաբաթը, որ ձեզ կասի, չէ, ճիշտ չի, չէ, սա է, իմացեք, որ ամեն մեկը իր օգտին է դա անելու, ոչ թե ձեր։ Եթե որոշել եք ինչ որ մի ուղի, ապա վեր եք կանում եւ գնում եք։ Եթե մտածում եք, որ այս պահին ինչ-որ նոր գործ եք սկսել, քիչ-քիչ դեռ ինչ-որ չնչին գումար է գալիս, մի շտապեք։ Թողեք, թող ինքը քիչ-քիչ բարձրանա, մի անհանգստացեք։ Ամեն ինչը դանդաղ, բայց հետո արդեն նորմալ կլինի։ Նաև կարող է լինել ներդրումից դեռևս քիչ-քիչ, այդպես քիչ եք գումարը դեռ ստանում եւ անհանգստանում եք։ Իսկ այն ուղղությունը, որ ընտրել եք աշխատանքի մեջ, թեկուզ դուրս գալու, թեկուզ գնալու աշխատելու, թեկուզ այնպիսի մի գործեր, որոնք որ միայն դուք եք ուզում։ Բիզնես բացել, հենց հստակ հենց այս բիզնեսով զբաղվել, գնացեք եւ զբաղվեք։ Կարող է տան մեջ դրա համար է խոսակցությունը, կարող է գումարի հետ է կապված խոսակցությունը, ինչ որ դանդաղ է, քիչ-քիչ է եւ դուք կինը կամ ամուսինը չի համբերում, ասում ես, ինչ գործ է սկսել, նենց գործ արա, որ արագ լինի, բայց մի լսեք, ոչ ոքին էլ մի լսեք։ Այստեղ այն պահն է, որ թողեք թող քիչ-քիչ բարձրանա ձեր եկամուտները։ Եվ առողջության հետ կապված այստեղ կամ մանկական տրավմաներն են, որոնք որ դուրս են գալիս էլի նորից ջրի երես, կամ սա նաև հղիություն է, ծննդաբերություն ոմանց համար։ Ոմանք մի փոքր կարող են մանկամիտ լինել եւ դա լինի խնդիր։ Նաև կարող է այն մանկական հիվանդությունները, դենտեղ ինչ է, ջրծաղիկ, կարմրուկ եւ այլն, նման բաներ կարող են լինել ոմանց մոտ։ Ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի չվարակվեք։ Այսքանը ձեզ համար։ Խորամանկներով լի էր, բայց դուք ինքներդ կկարողանաք կայունացնել ձեր վիճակը եւ առաջ շարժել ձեր գործերը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Ընդհանուր ֆոնը մի քիչ խոչընդոտներ, որոնք որ պետք է հաղթարեք։ Տեսնենք խոչընդոտները որտեղ են լինելու։ Ցուլերի անձնական հարաբերությունները մինչև ապրիլի 6-ը։ Անձնական հարաբերություններում ֆինանսներ, աշխատանք եւ իհարկե առողջությունը։ Խոչընդոտները
Միայն այստեղ ընտանեկան հարաբերություններում են։ Հնարավոր է այդ խոչընդոտները նաև որ իրար հետ վիճում եք, իրար լավ չեք հասկանում, նաև կարող է ինչ-որ միտեղ ուզում եք հավաքվել, գնալ, չի ստացվում, խոչընդոտներ են։ Ընտանիքից մեկը չի ուզում, որ գնաք այդ տնից, գնաք այդ թաղամասից, կամ ինչ-որ մի բան սկսեք, ինչ-որ մի բան անեք։ Նաև խոչընդոտներ կարող են ստեղծել ձեր աշխատանքի վայրում։ Այստեղ մի փոքր խորամանկ անձնավորություններ կան, որոնք որ կարող են փորձել խոչընդոտներ ստեղծել, կամ դուք ինքներդ պետք է մի քիչ խորամանկ լինեք ձեր աշխատանքի վայրում, ուրիշ ոչինչ էստեղ, հա, ինչ որ հատուկ բաներ չկան, բայց ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքին, որովհետև ընտանիքում է միայն այստեղ խնդիրները, գլոբալ խնդիրը ընտանիքում է, իսկ աշխատանքում բնականաբար պետք է մարդը մի փոքր աշխուժ լինի, որ կարողանա իր գործերը առաջ տանել, այսպես թե այնպես։ Եվ գումարի հետ կապված այստեղ լավ նորություն կարող եք լսել, գումարի հետ կապված, նաև գումար ծախսեք նվերի վրա, կամ դուք թանկարժեք նվեր ստանաք։ Սա ասում է, որ ձեր ֆինանսական դրությունը հիանալի է, եթե հիանալի չէր, ապա հիմա կարգավորվի։ Նոր բարենպաստ ժամանակներ են գալիս ձեզ համար։ Կարող է Մերկուրիներ խանգարում, կարող է ինչ-որ մի բաներ խանգարում ձեզ։ Եկամուտներ կունենաք բավականին շատ, կամ ինչ-որ մի բանի մեջ կարող եք ներդնել և դրա մեջ եկամուտներ ստանալ։ Դրական արդյունքներ կունենաք յուրաքանչյուր ֆինանսական հարցերում, յուրաքանչյուր։ Եվ այստեղ աշխատանքի մեջ կարող է ձեզ օրինակ աշխատանք առաջարկեն, բայց այդ աշխատանքը խորամանկորեն կամ իրանց ձեռք տա այդ աշխատանքը, այդ բիզնեսը, կարող է ինչ-որ մեկը ձեզ ասի, արի ներդրում կատարենք, իրար հետ աշխատենք, կամ ձեզ խաբի, կամ իրան օգուտ որպես լինի այդ աշխատանքը, ինչը որ ինքն է ձեզ առաջարկում։ Այնպես որ մի փոքր այստեղ պետք է ուշադիր լինեք, նաև կարող է աշխատանքի վայրում աշխատողները մի փոքր իրենց ավելի խորամանկորեն պահեն, իրենց գործը տան դուք անեք, այդպես է, մի փոքր այդ հարցերում զգույշ եղեք։ Եվ խաբեություն եւս, եթե սպասում եք, որ ինչ-որ մեկը ձեզ խոսքա տվել, որ հեսա աշխատանք կունենաք, ամեն ինչը լավ կլինի, ապա այդպես ամիջապես մի հավատացեք իրեն, որովհետև բնականաբար այստեղ ինքը խորամանկ է, ինքը ինչ անելու է, իր համար է անելու։ Ինչ-որ կարող մանիպուլյացիաներ լինեն ձեր շրջապատում, գիտեք, եթե դուք աշխատում եք եւ ինչ-որ մեկը ունեք ձեզ մոտ, այնտեղ հարազատ, ես դրա համար չեմ սիրում, որ ինչ-որ մարդիկ են լինում աշխատանքի վայրում, ում հետ որ մտերիմ ես լինում, չափազանց եւ կիսվում ես կամ այդ բամբասանքի պահնա, որ իրար հետ խոսում են երրորդից, հինգերորդից, տնօրենից եւ այլն։ Միշտ այդ մեկը երբ որ հատկապես աշկը լինում է ձեր աշխատանքի վրա, հաստատ խաբում է ձեզ մանիպուլյացիա է ենթարկում։ Ես օրինակ չեմ սիրում, այս քարտը ինձ համար չի։ Ես ցույց եմ, այս քարտը ինձ համար չի, որովհետև կարող են կողքս լինեն խորամանկ մարդիկ, բայց այն որ ես կիսվեմ եւ իրանք հետո ինձ դրանով մանիպուլացնեն, չեմ ընդունում տարբեր բոլորի հետ հավասար։ Չկա ինչ-որ մեկը, որ իր հետ պետք է ավելի շատ կիսվես։ Նաև սա անվստահություն է կոլեկտիվում, կամ դուք եք նոր աշխատող մի փոքր չվստահեն ձեզ, դուք զգաք դա, կամ դուք կարող եք չվստահել ձեր կոլեկտիվին, չի բացառվում։ Եվ առողջության մեջ այստեղ ոչ մի խնդիրներ չունեք, բացարձակապես ոչ մի խնդիր առողջականում։ Եթե ինչ-որ մի խնդիր էլ կար, ապա սա ասում է, որ սա ապակինում է ձեզ համար։ Այսքանը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի սկիզբ մինչև ապրիլի 6-ը։ Բավականին շատ աշխատանք, բարձրացում, կարիերայի բարձրացում,
Միգուցե ոչ թե բարձրացում, այլ դա է ձեր կենտրոնացումը, այս է կտեսնենք։ Ինչ է սպասվում երկվորյակների անձնական կյանքը, նաև գումար, ահա, ուրեմն, այստեղ, այո, շատ ժամանակը կտրամադրեք աշխատանքին, շատ ժամանակը կվատնեք միայն աշխատանքի մեջ կամ կձգտեք բարձրանալ, կձգտեք կարիերան ավելի լավացնել եւ ընտանիքին ուշադրություն չեք դարձնի։ Հնարավոր է նաև կորուստ չի բացառվում, այնպես որ շատ ուշադիր եղեք այս պահով, որ այստեղ էլ ժամանակ եք հատկացնում միայն աշխատանքին, ուրիշ ոչինչ։ Պետք չի ժամանակ տրամադրել միայն դրան։ Կամ բարձրանամ, կարող է բարձրացել եք, կարող է կարիերայում արդեն բարձրացել եք եւ ավելի շատ աշխատանք է ուղղակի այս շաբաթ։ Կամ շատ պատվերներ ունեք, որոնք որ պետք է անեք այս շաբաթ եւ չեք կարող ընտանիքին ուշադրություն դարձնել, բայց ընտանիքը այստեղ տուժում է։ Հարաբերությունները կայուն չեն։ Եթե թեկուզ ընտանիք չի ուղղակի շփվում եք, հարաբերությունները կայուն չեն։ Հենց կամ այստեղ ինչ-որ մի բան է խանգարում ձեզ, որպեսզի ռեալ ընտանիքին վերադառնաք կամ ընկերության, շփմանը։ Եվ ուշադիր եղեք, որովհետև Վեներան է հետադարձ, ամեն ինչ հավանական է, կորուստը եւս հավանական է, որտեղ սա կորուստի քարտն է։ Կորուստ երկրորդ կեսին, կորուստ երկրորդ կեսի հանդեպ վստահություն, ընտանիքի անդամների հետ կապված վստահության կորուստ, կարող է նաև ծանր բաներ են, իրավիճակ է տանը, ծանր մտքեր ունեք, դժվար իրավիճակ է տանը կամ հարաբերություններում, կամ հա ինչ-որ մեկը մյուսին մանիպուլյացիա է ենթարկում։ Դե, եւ գումարների առումով այստեղ գումար կարող եք ծախսել, գումար նաև կարող եք ստանալ այս շաբաթ, կարող եք աշխատավարձ ստանալ, կամ ինչպես ստանալ այդպես նաև ծախսել։ Մեծ գնումներ կարող եք անել, սպասում եք գումարը գար, որպեսզի գնումներ կատարեք։ Պետք է հասկանալ, որ շատ մեծ գումարներ եւ լավ իրեր, կենցաղային հատկապես դեռ չի կարելի, որովհետեւ մի մոռացեք, որ դեռ Մերկուրին հետադարձ է, մյուս շաբաթ արդեն կկարողանաք գնել, բայց այս շաբաթ դեռևս հետադարձ է եւ պետք չի ռիսկի դիմել։ Անիմաստ ծախսեր եք անելու, հետո ձեզ դուր չգա դա։ Եվ աշխատանքում ժամանակ է պետք, ժամանակ հատկացրեք կամ աշխատանքին, կամ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու համար։ Կամ այնպիսի աշխատանք կամ պատվեր կունենաք այս շաբաթ, որը դրա համար էլի կենտրոնանում եք այդ աշխատանքի վրա, նաև որ պետք է զբաղվեք, ժամանակ չկա, պետք է հասցնեք այդ աշխատանքը։ Ոմանք այստեղ կարող են այցելել պետական հիմնարկություն, գործեր լինի, դատական գործընթացներ եւ այլ ինչ-որ գործեր պետական հիմնարկության ուսման հետ կապված, նաև առողջության հետ կապված կարող գնալ եւ զբաղվել այդ հարցերով։ Իսկ աշխատանքի մեջ դա հենց կարող է կամ շատ քիչ եք ժամանակ վատնում աշխատանքին, կամ չափազանց շատ եք վատնելու աշխատանքի մեջ, այնտեղ ընտանիքը տուժի։ Եվ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է կարող է բիզնես բացելու, կամ ուզում եք, հիմա ժամանակն է, սկսեք, բացեք այդ բիզնեսը ի վերջո։ Իսկ առողջության հետ կապված, եթե մտածում եք գնաք անալիզ հանձնեք, մտածում եք գնաք բուժվեք, մտածում եք ինչ-որ պահեր կամ գնաք դիմեք այս մասնագետին, ապա ասում է, այո, գնացեք արդեն, արեք դա, ճիշտ եք ընտրել, ճիշտ եք մտածում, հիվանդության հետ կապված, բժշկի գնալու հետ կապված, կամ կարող է մտածում եք առողջ ապրելակերպ վարել, սկսել վիտամիններ օգտագործել, ասում է ճիշտ է, այո, գնացեք, արեք դա։ Զբաղվեք ձեր առողջությամբ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի սկիզբ մինչև ապրիլի 6-ը։ Կայունություն, որևիցե հարցում կայունություն։ Անձնական կյանքը խեցգետինների մինչև ապրիլի 6-ը։ Ինչու բոլորի անձնական կյանքը, այս Վեներայի այս հետընթաց պահը, կարծես թե հիմա հետ է գնացել մեկ այլ նշան, որքան հիշում եմ, դրա համար էլ այդպես է։ Գումարները, աշխատանք եւ առողջություն։ Հնարավոր է ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած ձեզ մոտ։ Կամ նաև ինչ-որ կարող է ֆինանսների եւ աշխատանքի հետ կամ նաև առողջության հետ է կապված կայունությունը։ Ամեն ինչ արդեն կայուն է, ամեն ինչ նորմալ է, բայց ընտանիքը կայուն չէ։ Հարաբերությունները կայուն չեն։ Հարաբերություններում խնդիրներ կան, կամ անհանգստություն կա մեկը մյուսի հանդեպ, կամ մեկը գնում է օտար երկիր, մտածում եք, անհանգստանում եք իր համար, կամ նաև այստեղ լարվածություն կա ընտանիքում։ Հնարավոր է ինչ-որ մի բան կանգնած է, դրանից է այդ լարվածությունը։ Վեներան է հետադարձ եւ իհարկե պետք է այս պահը ուշադիր լինել, որովհետեւ Վեներայով, հետադարձ Վեներայով 90% մարդիկ բաժանվում են։ Խնդիրներ է առաջանում, որ ասում եմ, կանգնած տեղից խնդիր է առաջանում եւ ստիպում է մարդուն ուրիշ կերպ նայել դիմացինին։ Դուք այն որ զզվանքով կարող եք նայել ձեր կողակցին, հասկանում եք։ Դա է հենց զգուշացում այսքան որ ես օրինակ ասում եմ։ Անիմաստ դուք կարող եք ուղղակի տհաճություն զգալ ձեր կողակցից։ Ասեք է սովը։ Ոնց եմ սրա հետ այսքան ապրել, հասկանում եք, բաներ կան, որ այս Վեներայի հետադարձ այդպես է ասում։ Հարաբերություններում մի փոքր խնդիրներ, ովքեր որ նոր են ծանոթացել եւս կարող է կամ չեք կարողանում մոտենալ, խնդիրներ է առաջանում, մոտենալու հետ կամ չի խոսում կամ եւ այլն։ Եթե շփվում եք, հնարավոր է այս պահը մի փոքր էլի նորից խնդիրներ։ Սպասեք մի փոքր մինչև այդ պահը անցնի։ Այն պահը, որը որ լարվածություն է ստեղծում, այն պահը, որ այս խնդիրներ կան հարաբերություններում, ոնց որ այս բոցը, ինչ ասեմ, այստեղ բլբլթումը, հա, այդ կրակը, այդ մարդու միջի այդ բանը զայրույթը անցնի, հետո այնտեղ արև է դուրս գալիս եւ ձեր հարաբերությունները ամեն ինչ նորից կկարգավորվի։ Ուղղակի պետք է մի փոքր այս պահը հանգստանալ։ Որովհետեւ բաներ կան, ոնց որ ասում են, չեք տեսնում, պարզ չի, որովհետև ձեր աչքի առաջ խավար է, ուրիշ ձև եք դիմացինին տեսնում, իսկ հիմա արդեն ամեն ինչ կկարգավորվի ձեզ մոտ։ Ուղղակի ժամանակ է պետք։ Եվ գումարների հետ կապված, այսպես գումարների մասին, ֆինանսների հետ կապված մի փոքր անալիզ կանեք, թե ինչքան եք ծախսում, ինչպես եք ծախսում, որքան կարելի է հետ գցել, որքան կարելի է ծախսել, հնարավոր է նաև ներդրում եք ցանկանում անել եւ մտածում եք որքան ներդրում անեք, այ որ հիմա այսքան ապրանք գնեմ, հետո կկարողանամ վաճառել, թե ոչ, հա ինչ որ նման հարցեր կարող են առաջանալ ձեզ մոտ եւ այդպես մտածեք։ Նաև գումարային, եթե ինչ որ գործարք պետք է կնքեք կամ խոսակցություն է կամ թեմա է բացվում, ապա լավ նայեք, այն որ ասում է թաքնված տողատակերին, այդ բառերը, որոնք որ ձեզ ասում են, այդ բառերը լավ ուշադրություն դարձրեք։ Ամեն բառի մեջ պետք է գտնել ինչ որ մի իմաստ, թե ինչու է այդ արտահայտությունը անում։ Սա նաև կարող է ֆինանսական առումով անցնեք մեկ այլ էտապ։ Ավարտվի որևիցե մի փուլ ձեր ֆինանսական դրության եւ հիմա արդեն մեկ այլ փուլում եք, որովհետեւ դուք կկարողանաք վերահսկել ձեր ֆինանսական վիճակը, վերահսկել յուրաքանչյուր բան, որը կապված է գումարի հետ։
Կարող է իրոք ուզում եք մեծ ներդրում անեք եւ էսա ասում են, նայեք, այդքան գիրք կա, դեռ մեկն եք բացել, լրացրել։ Եթե ուզում եք ինչ-որ մի բան սկսեք գումարի հետ կապված է դա, լավ, այդպես, այս գրքերը պետք է հերթով կամ կարդաք, կամ պետք է լրացնեք։ Պատրաստվեք այդ ներդրմանը, պատրաստվեք այդ գործին, հենց այնպես ոչինչ մի արեք։ Սա նաև բանկային հաշիվներն են, որոնք որ պետք է ուղղակի ուշադրություն դարձնեք դրան, բարձի թողի մի արեք։ Աշխատանքում իհարկե ձեզ կարող են օգնել կամ ձեր տնօրեն գա, աղջիկ կա օրինակ աշխատանքի վայրում, ինքը սկսի ձեզ տնօրինել կամ նաև սա կարող է ձեզ է ցույց տալիս, եթե դուք աղջիկ եք, կարող է դուք եք տնօրեն եւ այս շաբաթ ավելի խիստ կլինեք աշխատողների հետ, կամ ինչ-որ մեկն է, ով որ այդպես խիստ կլինի աշխատողների հետ։ Կարող ձեր գոլեգան է, ում հետ որ դուք աշխատում եք, տնօրեն մենեջերը, ինչ-որ մի աղջիկ է, որ ձեզ կարող է օգնել ընդունվել աշխատանքի, կամ իրար հետ կարող եք որևէ բիզնես սկսել, գործարքներ սկսել, աշխատել իրար հետ։ Կարող է դուք եք իրեն օգնելու, ձեռք մեկնելու աշխատանքի հետ կապված, ինչ-որ մի հարցում օգնեք, կամ հակառակը, ինքը կարող է ձեզ օգնել որևէ հարցում։ Իսկ այստեղ առողջության հետ կապված ոչ մի խնդիրներ բացարձակապես չկա, դեռ մի բան էլ կարող է հետադարձ պատասխանը, եթե գնում եք բժշկի, ձեզ լավ բաներ են ասում։ Կարող է այստեղ ուզում եք հղիանաք եւ այստեղ ցույց է տալիս, որ այո, հղիեք։ Հավանական կարող է դրա համար է տան մեջ լարվածություն։ Ամենայն դեպս առողջության հետ կապված բացարձակապես խնդիրներ չունեք դուք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Գրելու եք ջնջեք։ Անընդհատ կողք կամ շատ կարևոր նամակ ստանաք, կարևոր SMS, փաստաթուղթ։ Առույցների անձնական կյանքը, գումարները, ֆինանս, աշխատանքը եւ իհարկե առողջությունը։ Դե այստեղ շատ կարևոր փաստաթղթերի հետ կարող եք զբաղվել, դնել, հավաքել, գրանցել որևէ մի բաներ, շատ կարևոր ձեզ համար։ Նաև անընդհատ կարող է այս շաբաթվա ընթացքում նամակներ եք ստանում, շատ կարևոր փաստաթղթեր եք ստանում, նորություններ տարբեր տեղերից կարող եք ստանալ։ Փաստաթղթեր քսերոքսանեք, տանեք այստեղ, այս մյուսը տանեք այնտեղ, մյուս տակ գրանցվեք։ Հնարավոր է նաև բիզնես եք բացում եւ այդ բիզնեսի հիման վրա այդ փաստաթղթերն եք ձևակերպում։ Ինչ որ ոնց որ մշտապես սա քսերոքսանեք, տանեք ինչ որ միտեղ հանձնեք, նա այնտեղ տանեք, նա այնտեղ ուղարկեք, այսպես ինչ որ կամ նաև կարող փաթեթ եք ստանում, դուք եք ուղարկում, կազմակերպում եք այդ փաթեթային պահերը, սա եք գնում, նա եք գնում, հետո բերում եք փաստաթղթերը, ինչ որ նմանատիպ շատ աշխատատար գործ է, կամ եթե ովքեր հաշվապահ են, ապա այդ գործերը կանեք շատ նաև ուսուցիչների համար բավականին շատ աշխատանք կունենա, կարող է ստուգողական են գրել եւ պետք է հերթով բոլորին ստուգեք։ Եվ հարաբերությունները այստեղ հնարավոր է նաև նոր հարաբերությունների սկիզբ, ոմանց համար սա միացում, իրար կարող եք միանալ, կամ իրար հետ ապրել, կամ կարող է նեղացել եք իրարից նորից հաշտվեք, ոմանք կարող են սիրահարվել նաև դիմացինին, այդպես կարող է էմոցիոնալ ինչ-որ արտահայտություն կամ զգաք դիմացինից այդ իրա ըստ էմոցիաների, որ ինքը ձեր հանդեպ անտարբեր չէ, կամ թեկուզ ձեր զույգը, հա, այդ ինչ-որ մի պորտկում կարող է լինել, որից որ զգաք, որ չէ, մտածում եք, որ սառել է, բայց չէ, ձեր հանդեպ նորից նույնն է։
Եվ կարող է տանը բավականին շատ հյուրեր ընդունեք, ընտանիքով, հա, կարող է գա ինչ-որ մարդիկ մնան, օրինակ այս շաբաթ ձեր տանը, կամ դուք գնաք մնաք ինչ-որ մեկի տանը այս շաբաթ, կարող եք ընտանիքով տեղ գնալ, հեռու տեղ, կամ որից է մի հանգստանալու չնայած դպրոցների ժամանակ է, բայց կարող է ինչ-որ արձակուրդ է եւ գնաք, չգիտեմ Հայաստանում արձակուրդները երբ են սկսում։ Նաև սա ինչ-որ նորություն կարող եք լսել, կամ տան անդամներից, կամ ընտանիքից, կամ որ եթե դուք առանձին ամուսնացած եք ձեր ծնողներից, կամ այստեղ ինչ-որ մի նորություն կարող է լինել։ Նաև գումարի հետ կապված այստեղ ընտրության առջև եք կանգնած։ Հնարավոր է ուզում եք ներդրում անեք, հնարավոր է ուզում եք ինչ-որ բաներ գնեք, կամ վաճառեք։ Դրանից է ընտրության առջև եք կանգնած, չգիտեք, գնեք, չգնեք, ինչ անեք, եթե շատ կարևոր բան է, մի գնեք։ Պետք չի երկար մտածել, պետք է ուղղակի չգնել դա, որովհետև չի կարելի։ Հետադարձ Մերկուրի ժամանակ հետո դուք կփոշմանեք այդ ձեր գնացների համար։ Նաև կարող է մի քանի եկամուտներ ունեք, մի քանի եկամուտի աղբյուրներ կան, որոնցից որ այս շաբաթ գումարներ կգան մեկ էստեղից, մեկ այնտեղից, այդպես։ Տարբեր տեղերից կարող են գումարներ կան։ Կարող եք դուք ինքներդ տարբեր ներդրումներ կատարել, ներդրում կատարել այս մի գործի մեջ, ներդրում կատարել այս մյուս գործի մեջ, ինչ որ տարբեր, մի քանի բաներ կան։ Ոմանք կարող են երկրորդ եկամտի աղբյուր գտնեն իրենց համար, ցանկանան երկրորդ տեղել աշխատել կամ բիզնեսը աշխատացնել պլյուս դուք էլ աշխատեք, որպեսզի ձեր բիզնեսը առաջ մղեք։ Հնարավոր է, եթե դուք գումարի եք սպասում, ապա գումարը ստանաք մաս-մաս, քիչ-քիչ, կամ մեկը կուղարկեն, հետո մյուսը, ամբողջությամբ գումարը կարող եք չստանալ։ Դե ծախսի հետ կապված անպայման երկար մտածեք։ Եվ աշխատանքի վայրը այստեղ ոմանք կամ աշխատակիցների հետ կարող են վիճել, ոմանք նաև կարող է ուղղակի աշխատանքի վայրը մաքրեք, հավաքեք, ստեղծեք գեղեցիկ ույուտ եւ նոր սկսեք աշխատել, այդպես։ Նաև կարող է սա լինել ինչ-որ մի բան, որտեղ որ ձեր մեղքը չկա, բայց ձեզ մեղադրեն։ Նաև կարող է ուղղակի ասում է հավաքեք, ուզենակ հավաքեք, մաքրեք ինչ-որ մարդկանց, ոնց որ ձեր շրջապատից կամ ինչ-որ մեկին կցանկանաք ավլել ձեր շրջապատից։ Ամենայն դեպս լավ կլինի, որ տուն մաքրեք, տարածքը մաքրեք ձեր աշխատանքային, քան վեճ սկսեք։ Հարկավոր չի ինչ-որ մարդկանց հետ վիճել։ Ամենայն դեպս կարող է ագրեսիա լինի, կարող է ինչ-որ ձեզ մեղադրեն ինչ-որ մի հարցում, բայց ոչինչ, դուք թեթև այդպես շատ ուշադրություն մի դարձրեք, որ վեճի չբռնկվի։ Եվ առողջության հետ կապված ժամանակն է, որպեսզի դուք զբաղվեք ձեր առողջությամբ ավելի լուրջ, հետևեք ձեզ, ճիշտ սնվեք, ճիշտ առողջ ապրելակերպ վարեք, ժամանակն է այցելեք բժշկի եւ այլն, այնինչ կամ ատամնաբուժի մոտ, կամ այնինչ որ առողջությանն է վերաբերվում, ժամանակն է, կամ այս շաբաթ ուղղակի ավելի շատ ժամանակ կհատկացնեք ձեր առողջությանը, ձեր արտաքին տեսքին, այն ամենը ինչ որ կապված է ձեր կարող եք շատ գնալ բժշկի, շատ լինել բժշկի վայրում, շատ լինել դեղատներում, կամ այնց այս շաբաթ հենց ժամանակը վատնեք, միշտ ինչ որ հետաքրքիր ուտեստներ պատրաստեք, աղցաններ ձեր առողջ ապրելակերպի համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Ուշադրության կենտրոնում կլինի ոչ կին, ինչ որ կին կարող է նաև խառնվել ձեր կյանքին։ Ինչ է սպասվում կույսերին, մինչև ապրիլի 6-ը։
Ուրեմն, այդ կինը կարող է նաև լինել ձեր սիրելի մայրը, կարող եք հանդիպել իր հետ, կարող եք ծանոթանալ, կամ այս շաբաթ ուղղակի ավելի շատ խառնվի ինքը ձեր հարաբերություններում, անընդհատ ինչ-որ մի հարց կլինի և հարաբերություններում ինքը կմտնի։ Նաև սա նոր երիտասարդ է, որը կհայտնվի աղջիկների կյանքում, սա նաև կարող ձեր տղան է վերադառնում տուն, ձեր ամուսինն է վերադառնում տուն, ոչ մի կարևոր բան է տեղի ունենում ձեր տղամարդկանց հետ, աշխատանքի են ընդունվում եւ այլն, ինչ-որ մի փոփոխություն է տեղի ունենում իրենց մոտ։ Գումարի հետ կապված կարող եք այնպիսի աշխատանքով զբաղվել, որ արել եք անցյալում եւ դրանից եւս գումարներ ստանալ, գումարներ վաստակել։ Այն ինչ որ դուք արել եք անցյալում, հիշեք ինչ եք արել, ինչ եք սիրում անել եւ դրանից էլ հենց գումարներ կարող եք ստանալ այս շաբաթվա ընթացքում։ Մի կարող եք նաև այստեղ գումար ովքեր որ պարտք էին ձեզ անցյալից, կարող եք կամ դրա մասին հիշեք, կամ բերի վերադարձնի, կամ դուք եք ինչ-որ մեկին պարտք ձեզ հիշեցնեն դրա մասին, որ պետք է վճարել այդ գումարները։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ դե ինքը ընդհանուր հաջողության քարտն է համարվում նաև եւս, եւ կամ այստեղ կարող է շատ պաշտոնյաների հետ նստեք, վերկենաք շաբաթվա ընթացքում, նաև կարող են ձեզ պաշտոն տալ, առաջ խաղացում ունենաք, նայեն ձեր այդ հասուն երևում է, չէ, տարբերվում են մարդիկ, ովքեր որ մի փոքր ավելի հասուն են կամ ուրիշ ձև են մտածում, քան մնացածը։ Եվ դա նկատելի կլինի, ձեզ կարող են նաև պաշտոն տալ։ Նաև աշխատանքի վայրում հնարավոր է հեղինակության ավելացում, կամ ինչ-որ մի բան անեք, որ ձեզ հեղինակություն կբերի, նաև ստաբիլ աշխատանք է, որ դուք զբաղվում եք եւ կարող է անժամկետ պայմանագիր եք կնքել եւ երկար պետք է աշխատեք տվյալ վայրում։ Դե եւ պաշտոն իհարկե։ Նաև այստեղ ուշադրություն դարձրեք առողջությանը, որովհետև ինչ-որ բաներ կան, որոնք որ դեռևս չեն երևում, իրենք մութ է, չի երևում, թե ինչ խնդիրներ կան, բայց ինչ-որ բաներ դեռևս իրենք արդեն արտահայտում են, որը որ ներսից է։ Նամար ուշադրություն դարձրեք այն յուրաքանչյուր բանին, որ այս շաբաթ կարող է լինի, իհարկե ոչ բոլորի մոտ դա, բայց կարող է որ սկիզբը արդեն ցույց տա, որ այստեղ ինչ-որ մի խնդիր կա։ Անպայման անմիջապես ուշադրություն դարձրեք դրան, աչքաթող մի արեք։ Դա նաև էմոցիաներ են, անիմաստ դեպրեսիա են, ստրեսային վիճակներ են, որից որ ինչ-որ մի բան կամ չգիտեք, կամ ինչ-որ մի բան է կատարվում, որից որ էլի ստրես է առաջացել ձեզ մոտ, դա կարող է գլուխ բարձրացնել։ Եվ իհարկե ուշադրություն դարձրեք նաև ձեր մայրիկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Ինչ-որ տղամարդ է, ով դեր է խաղալու ձեր կյանքում, կամ իրեն պետք է խնամեք, կամ մտնում է ձեր կյանք, գալիս է տուն տան տղամարդը։ Ինչ է սպասվում կշարքներին, մինչև ապրիլի 6։ Նաև այստեղ կարող է նամակագրական կապի մեջ եք լինում, նոր կարող ինչ-որ երիտասարդ է հայտնվում եւ իր հետ նամակագրական կապի մեջ եք լինում։ Նաև ոչ է նորություն կարող եք լսել, ընտանիքի անդամներից մեկը կարող է ինչ-որ փոստաթուղթ են ստանում, փոստաթուղթ եք ձևակերպում, կամ գնում է գործուղման եւ իրար հետ անընդհատ պետք է այդպես կապը պահպանել նամակագրական։ Սա նաև կարող է ինչ-որ առիթ է ընտանիքում եւ ցուցակ եք կազմում,
թե ինչ պետք է գնեք, ինչ կա ապակա ստանը, որ պետք է գնեք։ Նաև դա նոր ծանոթություն է, որը որ կարող ուղղակի նամակագրական կապով իրար հետ շփվել այդպես։ Եվ գումարի հետ կապված ինչ որ մի կամուրջ է ստեղծվելու ձեզ համար, որպեսզի կամ գումար վաստակեք, կամ գումարը ստանաք, կամ ներդրում անեք, կամ երկրորդ աշխատանք գտնեք, կամ ստանաք գումարը, կամ ձեր պարտքը հետ վերցնեք։ Ինչ որ մի ոնց որ հնարավորություն է ձեզ ընձեռվում ավելի հեշտությամբ այդ գումարը ստանալ, ժառանգությունը եւ շատ հեշտությամբ եք այդ ժառանգությունը ստանում։ Առանց որևէ խնդիրների, առանց որևէ այդպես խնդիրների։ Աշխատանքի մեջ սա ցույց է տալիս ձեր կամ տնօրենին, կամ մենեջերին, կամ ձեր գոլեգային, ձեր ընկերոջը, որ ձեզ կընդունի աշխատանքի կամ կօգնի, կամ ձեռք կմեկնի, կամ դուք իրեն ձեռք կմեկնեք, օգնեք աշխատանքի հարցում։ Նաև սա, եթե դուք եք տղամարդ, սա ձեզ կարող է վերաբերվել, դուք կարող եք աշխատանքի մեջ ավելի հեղինակավոր լինել, ձեզ կարող է մի տեսակ ավելի խիստ լինեք կամ ձեր գործի տերը եւ այդ գործը, որ անեք, ձեզ այդպես կամ հեղինակություն տա կամ իշխանություն նաև այդպես կարելի կամ պաշտոն են տալիս ձեզ։ Հնարավոր է նաև սա, եթե բիզնես ունեք, բիզնեսին է վերաբերվում, գործարք եք կնքում, սա գործընկեր է ցույց տալիս, ում հետ որ պետք է զբաղվեք ձեր գործով։ Իրեն քննարկեք այս շաբաթ, այստեղ կարող եք գրանցել, լուծել ինչ որ հարցեր։ Եվ առողջության հետ կապված սա պետք է այն ինչ որ վատ սովորություններ են ձեզ մոտից պետք է անպայման հեռացնեք դրանք ձեր կյանքից։ Եվ մի փոքր նաև օրգանները, ստամոքսը մաքրեք, մի փոքր դատարկեք, ինչ որ պետք է ժամանակ առ ժամանակ ստամոքսը դատարկվի, որ նորից ինչ որ բաներ ընդունի, որտեղ չէ ստամոքսը ունի նաև ճողվելու հատկություն, ճողվածքի առաջանում, ոչ էլ հենց առաջանում է գիրություն։ Դրա համար պետք է ժամանակ առ ժամանակ ստամոքսը մաքրել, որ խնդիրներ չառաջանան։ Եվ ուղղակի ուշադրություն է պետք դարձնել եւ նաեւ տան մեջ ձերի առողջությանը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Սեկով պտտվեց, ինչ որ մի նորություն է երևի շտապում ձեզ կամ փաթեթ կամ ինչ որ տղա։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Ընդհանուր ֆոնը։ Կարիճներից ամուսնանում են։ Կամ ավելի շատ կմտածեք կամ կարող է զբաղվում եք հարսանեկան որևէ պրոցեդուրաներով գործունեությամբ։ Ինչ է սպասվում կարիճներին մինչև ապրիլի 6-ը։ Ուրեմն հնարավոր է նաև ընտանիքի անդամներից մեկն է ամուսնանում եւ զբաղվում եք իրենով կամ ընտանիքն է սա ցույց տալիս, որ կարող է ընտանիքն է միավորվում, ընտանիքն է այստեղ կամ ընտանիքում ոչ է կարևոր։ Այս շաբաթվա մեջ կարևոր օր կա ընտանիքում, որ պետք է նշեք։ Պատրաստվում եք, կամ դուք եք ամուսնանում, կամ ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել, որ այս շաբաթվա ընթացքում ոնց որ ձեր ուշքի միտքը դա լինի, որ ամուսնանում եք։ Եվ կամ ընտանիքը, գիտեք, ընտանիքի վերակառուցում, ընտանիքի վերամիավորում, կարող է դա է նաև, կամ գործարք, ցանկանաք գործարքներ կնքել, կարող եք փնտրել գործընկեր այս շաբաթվա ընթացքում, որ ինչ-որ մեկի հետ սկսեք աշխատել։ Եվ ընտանիքում այստեղ օձեր կան, կամ մտնում են, սողորսկում են ձեր ընտանիք, ձեր հարաբերություններ, ձեր անկողին, ինչպես որ ասում են,
ուշադիր եղեք, որպեսզի իրենց պատճառով չվիճեք, հենց սա ասում եմ, քիչ իմաստուն գտնվեք, եթե ընտանիքում անգամ հենց հիմա խնդիրներ կան, սա ասում է, որ մի քիչ իմաստուն գտնվեք եւ մի խնդիրը տարածեք, լայնացրեք, հա, կանխեք այդ խնդիրը ավելացնելու փոխարեն։ Դե ինչ որ օծեր կան, որ իրոք փորձում են խանգարել ձեր հարաբերություններին։ Թեկուզ եթե նոր է սկսում, թեկուզ դեռ եթե չի սկսել, այդպես անգամ այդ պահերը իրենք այնպես են անում, որ դուք չցանկանաք անգամ շարունակել այդ հարաբերությունները։ Գումարային առումով այստեղ կարող եք գումար ստանալ, նաև գումար ծախսել, ներդրումներ անել ինչ որ տեղեր, եկամուտ ստանալ, աշխատավարձ ստանալ, հենց ճիշտ աշխատավարձի ժամանակ է, որ մարդիկ աշխատավարձ են ստանում այս պահին։ Մեծ ծախսեր անեք, բայց մեծ ծախսերի համար այդքան էլ ճիշտ ժամանակը չէ, այնպես որ դեռ մի փոքր սպասեք, հետո կծախսեք։ Մյուս շաբաթ, հաջորդ շաբաթ արդեն կկարողանաք ոչ շատ կարևոր իրեր գնել, հիմա պետք չի գնել։ Եվ աշխատանքի վայրում այստեղ պետք է մի փոքր ուշադիր լինել, որպեսզի վեճի մեջ չբռնվեք։ Հնարավոր է վեճ, հնարավոր է կարող է անհիմն մեղադրանք, կամ դուք կապ չունեք այդտեղ, բայց ձեզ է մեղադրում ինչ-որ մի հարցում։ Նաև սա կարող է մաքրություն է ձեր շրջապատում, մաքրություն է ձեր աշխատանքի վայրում, նաև կարող ինչ-որ մարդկանց գոլեգաներին հավաքեք, մաքրեք ձեր կյանքից, այլևս իրենց հետ չշփվեք, այդ օրը կարող է մաքրության օր հայտարարեք եւ հենց մարդկանց օր էլ, հա, որ մարդկանց էլ հանեք ձեր կյանքից։ Դե լավ կլինի, որ այնտեղ մաքրեք, քան վիճեք։ Եվ առողջության հետ կապած այստեղ պետք է ուշադրություն դարձեք կանացի օրգաններին, վահանաձև գեղձին, արգանդին, տղամարդիկ իրենց տղամարդկային օրգանին, որ վարակներ եւ այլն չլինի, որովհետեւ ես անգամ լուսնային օրերի ժամանակ եմ շեշտում, որ այդ օրգանները բավականին թույլ են եւ հակված են վարակվելու։ Դրա համար պետք է ուղղակի ուշադրություն դարձնել։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ կարող եմ մեղրամիս էր դրա համար էր ցույց տալիս։ Այստեղ շատ հավանական է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի սկիզբ մինչև ապրիլի 6-ը։ Ընդհանուր ֆոնը բավականին աշխույժ կլինեք։ Դրանց հետ շաբաթել էր, չէ՞ սա, ինչքան հիշում եմ, թե չէ։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի մինչև 6-ը։ Հետաքրքիր շաբաթ է, շատ։ Դա դուք ինքներդ ակտիվ կլինեք, շաբաթն էլ ձեզ հետ ակտիվ կլինի։ Ինչպես ասում եմ, ինչպես դուք կլինեք, այնպես էլ ինքը։ Հնարավոր է շատ հյուրեր եք ընդունում այս շաբաթվա ընթացքում, տարբեր մարդիկ կան գալ, մնալ, կեսը գնան, նաև փաթեթ կարող եք ստանալ շաբաթվա ընթացքում, եթե ինչ-որ մի բան եք պատվիրել, ապա այն անպայման կգա։ Նոր սեր կարող է մտնել ձեր կյանք, նոր հարաբերություններ, բայց ուշադիր եղեք, այդ նոր հարաբերությունները այս շաբաթվա ընթացքում դեռ մյուս շաբաթ էլ այդքան էլ լուրջ չեն կարող լինել եւ շարունակական չեն կարող լինել, դրա համար պետք չի այդքան տեղ տալ։ Եթե հավանում եք, հա, պահեք մի անկյունում, մի բաց թողեք, բայց պետք չի հիմնվել դրա վրա։ Նաև դե շատ տարբեր նորություններ կարող եք ստանալ, ինչ-որ փաթեթներ կարող եք ստանալ, ոչ թե նամակներ, փաստաթուղթեր, նաև ինչ-որ կարևոր։ Այստեղ նաև գումարի հետ է կապված, հա, կարող գումարել եք ստանում, գումար են ձեզ բերում, տալիս։ Կամ դուք եք ուղարկում ինչ-որ մեկին գումար, կամ ինչ-որ մեկն է ուղարկել, դուք գնում եք ստանաք։
Անձնական հարաբերություններում այստեղ սա նոր դռներ է բացում ձեր համար, նոր հնարավորություններ, կարող է նաև նոր հարաբերություններ է սա ոմանց համար, ոմանք կարող են նաև դռները փակել ու գնալ, չի բացառվում։ Հետադարձ է Վեներան այս պահերով, եթե չեք ուզում ընտանիքը կամ զույգերը բաժանում լինի, ապա պետք է ուղղակի այս շաբաթները հասկանալ, որ խնդիրը ձեր մեջ չի, խնդիրը հենց հետադարձ Վեներայի մեջ, որ մարդիկ իրար ճիշտ չեն տեսնում։ Դե իսկ ոմանց համար սա նոր հարաբերությունների սկիզբ է, նոր հնարավորություն է, որ նորից սկսեք ձեր հարաբերությունը, ընտանիքում ոչ մի լավ, մի ինչ-որ կարևոր մի բան տեղի կունենա, որը ամբողջ բոլոր ընտանիքով կուրախանաք, բոլորիդ կվերաբերվի դա։ Շատ լավ բան է սա բանալին, որը նոր դուռ է բացում կամ ընդհանուր դուռները բաց են եւ ինչ-որ բան կարող եք անել։ Եթե օրինակ ինչ-որ մեկին եք հավանել եւ ուզում եք իր հետ խոսել, ճիշտ ժամանակն է, գնացեք եւ խոսեք, որովհետեւ դուռը բաց է, կարող եք հանգիստ գնալ եւ իր հետ խոսել, շփվել։ Եվ ինքը դեմ չլինի, որպեսզի դուք իր հետ ծանոթանաք։ Եվ գումարային առումով շատ արագ որևիցե ձեզ մոտ ֆինանսական դրության փոփոխություն տեղի կունենա։ Եվ սա կարծում եմ դեպի լավն է, որովհետև ինքը ընդհանուր բարի քարտ է, լավ քարտ է։ Շատ արագ կարող եք փոխանցում անել կամ շատ արագ ձեզ, շատ արագ դուք փոխանցում անեք ինչ-որ մեկին գումարներ։ Անսպասելին նաև կարող գումարներ ստանաք շաբաթվա ընթացքում, կարող պրեմիա եք ստանում, բոնուս եք ստանում, հա ինչ-որ հավելյալ գումար եք ստանում։ Կամ շատ անսպասելի ծախսեր կարող են լինել ձեզ մոտ, որ պետք է ծախսեք։ Որտեղ այստեղ հիվանդանոց է կամ հավանականությունը մեծ է, որ հիվանդանոցի վրա եք ծախսում։ Շատ արագ դրամական որևիցե գործարք կա, ինչ-որ մեկ հետ հանդիպում եք, ինչ-որ բան եք պայմանավորվում, այս տեղում միանգամից գումարը վճարում եք կամ իրենք են ձեզ տեղում գումարը վճարում։ Այդպես որ կարող էին օրինակ կես վճարել, բայց իրենք ամբողջությամբ գումարը կարող է տալիս են ձեզ։ Աշխատանքի հետ կապված կարող են ձեզ կանչել ձեր անցյալ աշխատանքի վայրից, նախկին, որտեղ որ աշխատել եք, կարող եք դուք ինքներդ անցնել այն աշխատանքին կամ անել այն բիզնեսը, անել այն գործը եւ գումար վաստակել այն ինչ որ դուք նախկինում եք արել անցյալ կյանքում։ Նաեւ կարող եք հանդիպել աշխատողներին, այնտեղ ում հետ որ աշխատել եք ժամանակին, իրենց կարող եք հանդիպել։ Մեծ ավելի շատ անցյալ աշխատանքն է, որը որ նորից դուք կսկսեք անել։ Իսկ առողջության հետ կապված կարող եք գնալ հիվանդանոց, կարող եք գնալ եւ կամ անալիզներ հանձնել, կամ բուժվել, կամ ստուգվել, որից մի բան պետք է անեք այստեղ։ Ուշադրություն դարձրեք նաեւ այստեղ ոտքերին, ամենակարևորը ձեռքերին, միայն դրանց։ Եվ ընդհանուր գնացեք ստուգման, եթե ուզում եք գնալ, ապա գնացեք, կարող եք նաև այստեղ բուժման համար գումարներ վճարել։ Պետք է ինչ-որ մեկը հիվանդանոցից դուրս գրվի եւ պետք է վճարում անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ոյ։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի սկիզբ, մինչև ապրիլի 6-ը։ Ընդհանուր ֆոնը փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Տեսնենք, որ ոլորտում է դա մտնում։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մինչև ապրիլի 6-ը։ Կարելի ասել բոլոր ոլորտներում։ Ընդհանուր ձեր կյանքը փոփոխություն է մտնում։ Բայց շատ կարևոր փոփոխություն է սա։ Ոմանց մոտ հղիություն, ոմանց մոտ ծննդաբերություն,
Ոմանց մոտ նաև տանից տուն տեղափոխություն, աշխատանքից տեղափոխություն, ինչ որ մի բան է այստեղ, որ ձեզ մոտ փոփոխություն տեղի կունենա։ Յուրաքանչյուր ոլորտ այստեղ բոլոր ոլորտները լավն են, եւ բոլոր ոլորտներում է փոփոխությունները չեն բացառվում։ Տանից տուն, երկրից երկիր, կարող եք տեղափոխվել, այդպես փոխեք ձեր կյանքը, նոր աշխատանքի տեղավորվեք, այդպես փոխվի ձեր կյանքը, ինչ-որ փոփոխություն է, որը որ նկատելի կլինի այս շաբաթվա ընթացքում, անպայման դուք դա կնկատեք։ Եվ անձնական հարաբերություններում բավականին շատ շփում կունենաք, նաև ուշադիր եղեք լեզվակռվի մեջ, որովհետև կարող խոսել, վերջում լեզվակռիվ առաջանա։ Նաև սա նշանակում է, որ բացարձակապես մարդը հանգիստ է, խնդիրներ չունի հարաբերություններում եւ անհանգստանալու կարիք չունի ընտանիքի կամ հարաբերությունների հետ կապված հարցերում։ Սա նաև խոսում է ոմանց մոտ անվստահություն երկրորդ կեսի հանդեպ, չեք վստահում ձեր երկրորդ կեսին, նաև կարող եք ուղղակի շատ զրուցել, շատ քննարկել ընտանիքի անդամներով, կարող ինչ-որ մի կարևոր մի բան է, որ պետք է քննարկեք ընտանիքի անդամներով, բոլորը որոշում են։ Սա նաև չի բացառվում, եթե դուք շփվում եք ինչ-որ մեկի հետ, հատկապես եթե նա ամուսնացած է կամ դա էլ եւս չենք, պարտադիր չի շեշտվի, ապա ուղղակի սա կարող է լինել բամբասանք ձեր հարաբերությունների մասին։ Այնպես որ ամեն մեկի մի պատմեք ձեր անձնական հարաբերությունները, եւ շատ կարեւոր կարող է խոսակցություն ունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Շատ կարեւոր։ Ինչ որ թեմայի շուրջ կարող մարդիկ կան ուզում են այստեղ տանից տուն տեղափոխվեն, դրա մասին կարող եք խոսել։ Նաև այստեղ գումարի հետ կապված ոմանք կարող են գումար ստանալ որևիցե առիթից, եթե առիթ ունեք, ապա կարող է այդտեղից գումար գալ, ձեզ գումար տան։ Նաև դա կարող է լինել ծախս որևիցե առիթի վրա, ծախս հասարակական գործունեության վրա, կամ այստեղ կարող է հաճախորդներն են ձեզ գումարներ տալիս, կարող է հաճախորդների հետ եք աշխատում եւ իրենք վճարում են ձեզ, հասարակականն է այդպես, գործունեությունը, կարող է ինտերնետով եք աշխատում եւ այլն, ինչ որ միտեղ։ Կարող եք նաև գումար հավաքել, կարող է դպրոցում օրինակ դուք եք այնտեղ երեխաների ծնող կոմիտեն եւ գումար եք հավաքում ինչ որ մարդկանցից կամ ուղղակի հասարակական գործունեությունը, որ էլի գումար եք հավաքում, ինչ որ մարդկանց օգնություն անեք։ Սա նաև գումար կարող են տալ ձեզ եւ սա նշանակում է միասնական որևիցե գործունեություն, որ ինչ-որ մարդկանց հետ կամ ինչ-որ մարդու հետ կարող գործ անել, երկուսով գումար ներդնել եւ սկսել ինչ-որ գործ անել, որոշել ինչ-որ մեկ փոքր ձեզ համար բիզնես բացել եւ սկսել զարգացնել այն։ Հավանականությունը շատ մեծ է։ Սա նաեւ նշանակում է ընտանեկան բյուջեն, որը որ նորմալ է, դե բնականաբար այս քարտով Եվ սա կարող է լինել նաև գումարի բաժանում, գումար բաժանեք տարբեր մարդկանց, տարբեր կամ աշխատողների կամ տարբեր սովորողների միջև, ինչ որ մարդկանց կարող գումար բաժանել, այդպես տարբեր։ Նաև սա նշանակում է գումարային ֆինանսական առումով հիանալի կարգավիճակում եք գտնվում, բարենպաստ ժամանակներ են գալիս ձեզ համար, նաև սա բարեկեցություն է ֆինանսական առումով, բացարձակ այս շաբաթ չեք նեղվի գումարից, սա կարող է լինել հավելյալ բոնուս, որը որ ձեզ կարող են վճարել, նաև կարող է դուք ինքներդ օրինակ ապահովագրություն անեք կամ ապահովագրությունը ձեզ վճարի գումարներ, կարող է նաև դրսից գումարներ եք ստանում կամ պետությունից գումարներ են սա նաև։ Համենայն դեպս աշխատավարձը եւս կարող է գալ եւ հավելյալ բոնուսներ կարող եք ունենալ։ Բացարձակ խնդիր այստեղ չունեք։ Աշխատանքի հետ կապված այստեղ ոմանք ովքեր որ ուսուցչուհի են, ուսուցիչ են, ապա բավականին շատ թղթերի հետ կապված գործ կունենաք։ Ոմանք նաև կարող են պայմանագիր կնքել աշխատանքային,
գործարք կնքել, ստորագրել, բայց Մերկուրին հետադարձ է, չնայած որ եթե վերջին օրը կլինի, վերջին օրը դժվար լինի, դե հավանականությունը մեծ է, եթե ձեր նախկին աշխատանքի վայրից են կանչել, ապա հա լավ է, կարող եք պայմանագիրը կնքել, եթե նոր է, այդքան էլ պետք չի նոր պայմանագիր կնքել, որովհետև այն կարող է կարճ տևել, շատ չի երկարի։ Նաև նոր որևիցե տեղեկատվություն կարող եք ստանալ աշխատանքի վերաբերյալ, բիզնեսի վերաբերյալ, սա նաև կարող եք ընդունվել որևիցե օֆիսում աշխատելու, որտեղ որ էլի պետք է գրեք, համակարգչով գրեք եւ այլն։ Դե իհարկե կարող եք նաև ընդունվել ուսուցչուհի կամ հաշվապահ որպես եւ զբաղվել այդ գործերով։ Ոմանք կարող է զբաղվում են ինչ որ լրագրությամբ կամ ինչ որ բաներ եք գրում այնտեղ ստատյաներ, հա, ինչ որ նման ոչ մի բաներ, որոնք որ հրապարակվում են ինչ որ թերթերում կամ ինչ որ միտեղ։ Եվ ինչ որ մի աշխատանք է, որտեղ որ գրելու եք ջնջեք, աչոտ եք տալու, ներկայացնելու եք ինչ որ մի բան, ձեր աշխատանքի արդյունքներն եք ներկայացնելու։ Նաև առողջության վերաբերյալ այստեղ ոչ մի խնդիր չունեք, դուք առողջության հետ կապված, եթե ինչ որ խնդիր էլ կար, ապա այն կանցնի եւ ինչ որ բան կարող է լինել, որը որ ձեզ ուրախություն բերի, անակնկալ ինչ որ բան առողջության հետ կապված, որը որ ուրախացնում է, սա հղիությունն է, սա ծննդաբերությունն է, այն ինչ որ շատ կարևոր մի լավ բան։ Կամ գնայք, որ ինչքան քաշ եք գցել, հա, այդպես է կարելի ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մինչև ապրիլի 6-ը։ Ոմանք ամուսնանում են այս շաբաթ, ոմանք հարսանիքի են, ոմանք ամուսնության առաջարկ կանեն։ Ջրհոսների անձնական կյանքը Եվ ուրեմն դե ոմանք պատրաստվում եք կամ ինչ-որ մեկի հետ գործարքներ կնքել կամ ուղղակի պատրաստվում եք ամուսնության, կարող ձեր երեխաների հարսանիքն է եւ պատրաստվում եք ամուսնության, այդ արարողության մեջ եք։ Նաեւ սա ամուսնու կամ ամուսնու վերադարձը կարող է լինել ընտանիքում շատ կարևոր օր կարող է լինել ձեզ համար, որը նշում եք ընտանիքով։ Հարաբերություններում եւս այստեղ իրոք շատ կարևոր օր է լինելու դա ձեզ համար, կամ ընտանիքի համար է դա շատ կարևոր օր։ Այստեղ նոր դռներ են բացվում ձեզ համար, իրոք այս շաբաթ ամուսնանում է որոշ ջրհոսներ եւ նոր ընտանիք են կազմում, նոր դռներ եք բացում ձեր հարաբերություններում, ձեր ընտանիքում, որը եւս շատ լավ է ձեզ համար։ Նաև շատ արագ կհղիանաք, ասեմ ի դեպ, հա, այդպես ես տեսա, որ արագ եք հղիանալու եւ նաև հաջողություն է։ Այստեղ ոմանց մոտ ընտանիքը եւ ընտանեկան հարաբերություններն են շատ կարևոր, որում նաև ոմանք կարող են դռներ փակել։ Պարտադիր չի ընտանիքը, պարտադիր չի կարող հարաբերությունները, որոնք որ ոմանք կարող են դռներ փակել։ Հաջողություն անձնական կյանքում, եթե ուզում եք ինչ-որ մեկին գնալ սեր խոստովանել, ապա հանգիստ գնացեք, ձեզ այնտեղ կընդունեն նորմալ։ Նաև հարաբերություններում որոշ խնդիրներ կլուծվեն, իրար կհասկանաք եւ կորոշեք այլևս չվիճել միասին, ամեն ինչ կանցնի կգնա։ Սա նաև, եթե նոր հարաբերություններ են, սա կարող է լինել նաև կարմայական հարաբերությունների սկիզբ, կամ ընտանիքը կարմայական է, դրա համար կարող է մեկ իրար հետ կարողանում եք, մեկ չեք կարողանում միասին ապրել։ Ամենայն դեպս սա նոր դռներ է հաշտվելու, հարաբերությունները կարգի հրավիրելու, հա, օգտվեք այդ հնարավորությունից։
Գումարի հետ կապված այստեղ ոմանք կարող են գումար փոխանցել, ձեզ կարող են գումար փոխանցել, հնարավորություն ստեղծվի ինչ-որ մեկից գումար վերցնելու, ստանալու, աշխատավարձը ստանալու, ձգձգում էին, չէին տալիս ձեր աշխատավարձը եւ հիմա կկարողանաք այն ստանալի վերջում։ Նաեւ նոր հնարավորություն է սա գումար վաստակելու համար։ Կարող է ինչ-որ պատվեր եք գրանցում, կամ ինչ-որ մի բան է, որ գումար կարող եք ստանալ դրանով։ Կարող է երկրորդ եկամտի աղբյուր է, նոր եկամտի աղբյուր է ստեղծվում ձեզ համար։ Եվ աշխատանքի հետ կապված կարող եք շատ խոսել, կարող եք շատ գնալ հարցազրույցների, կարող եք նաև շատ շփվել ձեր աշխատողների հետ, շատ եղեք լեզվակռիվ, նաև կարող է լինել դա, եւ կարող է նաև բամբասանքներ լինեն ձեր նկատմամբ, ձեր հասցեին։ Նաև բիզնեսի վերաբերյալ կարող եք շատ քննարկումներ անել, ովքեր որ ունեն աշխատանքի վայրում շատ քննարկումներ լինեն, շատ շփում, շատ խոսակցություններ, այդպես մեկը մյուսի հետ կապված հարցեր, դա շփումն է շատ, հա, այստեղ ավելի շատ ուղղակի ուշադիր եղեք, որ այս շփումը շատ երկար չտևի եւ լեզվակռիվ չլինի։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ոմանք կարող են գնալ օտար երկիր բուժվելու նպատակով, ոմանք նաև սա ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե հղիանում եք, միգուցե ծննդաբերության ժամանակն է եկել, վերջապես ցանկությունը իրականանում է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մինչև ապրիլի 6-ը, ապրիլի սկիզբ։ Ընդհանուր ֆոնը փոփոխություն, որը մտնում է ձեր կյանք։ Յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել։ Տեսնենք անձնական կյանքը ձկների։ Ուրեմն փոփոխությունը յուրաքանչյուր վայրում կարող է տեղի ունենալ, դա կարող է լինել աշխատանքից տեղափոխություն, մեկ այլ աշխատանքի, նաև տանից տուն տեղափոխվեք, նաև գնաք օտար երկիր, դա եւս փոխում է ձեր կամ ուսման վայրը, ու կարող է դա եք փոխում։ Նաև անձնական հարաբերություններում այստեղ հարաբերությունները կամ ընկերական հարաբերությունները կփոխարինվեն որպես անձնական, հա, այդպես կարող է սեր խոստովանեն ձեզ եւ դուք էլ անտարբեր չլինեք տվյալ անձնավորության հետ եւ սկսեք շփվել իրար հետ։ Իսկ նաեւ այս շաբաթ ուղղակի դուք եւ ձեր ընտանիքի անդամները ավելի ընկերական կլինեք մեկը մյուսի հանդեպ, նաեւ կարող է նոր ինչ-որ ընկեր ձեռք բերեք, ում հետ որ կարող ընտանիքներով մտերմություն անել իրար հետ։ Հարաբերությունները շատ ընկերական կլինեն, մեկը մյուսին հավատարիմ, ջերմ, բացարձակապես հարաբերություններում ոչ մի այստեղ խնդիրներ չունեք։ Ավելի է լավանում, հա, մեկը մյուսի հետ ընկերական, կարող նստել, ինչ-որ մի բան քննարկել, այդպես։ Գումարային առումով հնարավոր է, որ եթե տղամարդ է ձեզ կարող գումարը պարտք, գումարն է բերում վճարում ձեզ։ Նաև կարող է նոր գործընկեր եք ձեռք բերում, ով որ գումար է ներդնում ձեր աշխատանքի մեջ։ Նաև կարող դուք եք ձեր պարտքն է գալիս ուզում, որպեսզի վճարեք, հետ վերադարձնեք։ Կարող ձեր տնօրենն է գումար է ձեզ տալիս, աշխատավարձ է տալիս, կամ հաշվապան է աշխատավարձ է ձեզ տալիս։ Ձեր ֆինանսական վիճակը ամենայն դեպս ստաբիլ, կայուն կլինի այս շաբաթվա ընթացքում, առանց որևիցե խնդիրների։
Եթե աշխատանք եք փնտրում, ապա հնարավոր է, որ տղամարդ ձեզ առաջարկի այդ աշխատանքը եւ բարձր աշխատավարձով կողմից ինքն է տալիս, կողմից է տնօրեն ասում, արի ինձ մոտ աշխատի, այդպես։ Գնում եք իր մոտ աշխատելու։ Եվ աշխատանքի վերաբերյալ ինչ ուղղություն որ ընտրել եք, դա ձեզ համար ճիշտ է կողմ ընտրել եք, որ նոր բիզնես եք ուզում բացել, ապա շատ լավ միտք է, գնացեք եւ զբաղվեք այդ դրանով։ Որոշել եք փոխել աշխատանքը, դա եւս ասում է, որ հիանալի միտք է, գնացեք փոխեք։ Յուրաքանչյուր բան, ինչը որ որոշել եք աշխատանքին վերաբերվող կամ առաջարկեն ձեզ եւ դուք որոշում եք կայացնում, որ գնաք աշխատեք այնտեղ, եւս դա ձեզ համար հիանալի որոշում է։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ կատակի մի տվեք ձեր առողջությունը, նաև մի լսեք 4 բոլորը ամեն մեկը մի բան կարող է ասել, սա խմի, ես խմել եմ լավ է, սա արա, նա արա, որը որ այդքան էլ ձեզ համար կարող է լավ չլինի, ամեն մեկի օրգանիզմը կամ ամեն մեկի խնդիրը նույնը չէ։ Դրա համար մի արեք եւ աչքաթող մի արեք, մատերի արանքով մի նայեք ձեր առողջությանը, կյանքին կարող եք նայել, որովհետեւ ինչքան թեթև նայեք, այնքան լավ, բայց ոչ առողջությանը։ Այստեղ հստակ ոնց որ ասենց էլ ինչ որ հատե կա, հատե սա, ոնց որ ոչ մի բանի տեղ չեք դնում։ Սա ասում է, որ դրեք եւ հետևեք ձեր առողջությանը։ Եվ մի լսեք 4 բոլորը թե ինչ են ասում, ինչ օգտագործեք, ինչ խմեք, ինչ արեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։